Մերի Մանուկյան 24 Պարոն Քոչարյան, դուք խոսեցիք սոցհարցումների մասին, նաև նշելով, որ սոցիոլոգիական հարցումների թիմի ներսում ամենաբարձր վարկանիշը դուք ունեք, բայց թիմից դուրս ինչ վերաբերում է ընդհանուր սոցհարցումներին, գրեթե բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ եթե առաջիկա կիրակի օրը Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ լինեն, Նիկոլ Փաշինյանը կրկին վերընտրվելու է, եւ սա այն պարագայում, երբ կան մեծ թվով չկողմնորոշված մարդիկ, որոնք չեն գնալու ընտրություններին, չունեն նախընտրած ուժ եւ ընդհանրապես չեն հավատում որևէ փոփոխության։ Սա կարծես նաեւ խորանում է այն պարագայում, երբ ընդդիմությունը, ինչպես ցույց են տվել քաղաքական մի շարք գործընթացներ, միավորման ոչ մի միտում չունի եւ ձեր խոսքից էլ տպավորություն է, որ դուք ընդհանրապես իմպիչմենտի գործընթացին չեք հավատում եւ նախապատրաստվում եք 2026 կապակցված են իրար հետ։ Կապ չունեն իրար հետ։ Ինչպես կապ չունեն, եթե դուք չեք հավատում իմպիչմենտի օրակարգին եւ առաջիկայում 2026 թվականի հերթական ընտրություններն են, եթե արտահերթ ընտրություններ չլինեն։ Միավորում մեկ օրակարգով հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Այս օրակարգի շուրջ համենայն դեպս կոնսոլիդացիա չկա։ Սա արդյոք չի նշանակում, որ դուք եւ ձեր թիմը հոգեբանորեն պատրաստ եք պարլամենտում կրկին ինչ-որ թվով ֆրակցիայով մնալ ընդդիմություն, ինչը ինչպես Նիկոլ Փաշինյանը նշում է, ամենահարմարն է իրեն, թե այդուհանդերձ նախաձեռնելու եք մեկ օրակարգով, քաղաքական օրակարգով նախաձեռնություն։ Եվ վերջին հարցը, Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում պարբերաբար անդրադառնում է ձեզ, երրորդ նախագահին եւ առաջին նախագահին, հրավիրում ձեզ բանավեճի, դուք ինչու չեք ընդունում բանավեճի առաջարկը, մասնավորապես այն պարագայում, երբ կարծես թե Ղարաբաղյան հակամարտության թեմայով մասնավորապես դուք ավելի շահեկան դիրքերում եք եւ ձեր փաստարկները ավելի ուժեղ պիտի լինեն, քան Նիկոլ Փաշինյանինը։ Շնորհակալություն։ Հիմա ես պետք է ձեր ասածները դասակարգեմ։ Ինձ օգնեք, հա? Լավ, ինչից սկսենք։ Վերջից, նայեք, բանավեճի վերաբերյալ ես կարծում եմ իմ գրասենյակի ղեկավարը շատ հստակ ասել է։ Իսկապես թե ավելացնելու բան չունեմ։ Բանավեճի առարկան ինչ էր, դուք հիշում եք, ինչից է սկսել բանավեճ, ինչից է սկսել, Ալմաթա, բան, Ղարաբաղը միջև էդ, նայեք, բանավեճի համար ես ուղղակի, գիտեք, ամենից հետաքրքիրը հետևյալն է, կար պատճառ, հարց, որի շուրջ բանավեճի ձեռնոց է նետվել, հիմա այդ հարցերը, որի շուրջ նետվել է, բոլորը մոռացել են, բանավեճը սկսել այդ բառը ապրել ինքը իրեն կյանքով։ Նույն խաղաղություն բառը ինքը իրեն կյանքով ապրում է, պատերազմ բանն, ասենց մի կողմ ենք գցում, ասենց ինչ որ մի տեղից մի խաղաղության բառ է եկել, որը գրավիչ է, որի համար ասենց մարդիկ պատրաստ են գնալ քվեարկել։ Նույնը ստեղ է։ Բանավեճը ես հիշեցնեմ, եղել է Ղարաբաղը 91 թվից հանձնված էր, թե հանձնված չէր։ Դուք ռեալ մտածում եք, որ որևէ մեկ ողջամիտ մարդ առանց sense թղթի հատուկ էլի, ինչ որ մի հիմնարկից պատրաստ է նստել եւ բանավիճել դրա շուրջ։ Հիմա նստենք բանավիճենք, երկարակունդը կլոր է, թե կլոր չի։ Դուք պատրաստ եք, օրինակ ես պատրաստ չեմ։ Այդ կոնտեքստում այո աբսուրդ է, սա մեկ։ Երկրորդը ընդհանրապես կան մարդիկ, որոնք տոքսիկ են դառնում։ Տվյալ դեպքում ընդդիմության համար կոնկրետ Փաշինյանի բանավիճել որոշակի տոքսիկ բան ունի, գործոն ունի։ Հիմա սա ձեր ասած բանավեճի օրակարգը աբսուրդ է եւ ոչ մի ողջամիտ մարդ դրան չի գնալու եւ դրա համար 3 նախագահներն էլ համապատասխան ձևով արձագանքել են։ Հաջորդ հարց։ Ինչ է։ Սպասի։ Հասկաց, հիմա նայեք, դուք բանավեճից հարց տվեք, ես պատասխանեցի։ Հիմա ես բանակցել եմ
Արցախի բանակցություններին ես մասնակցել եմ 92 թվական թիվ հուլիս ամսից մինչև 2008 թիվ։ Երբեք Ալմատայի թեմա չկար, ուղղակի չկար։ Իմիջիալուս հիմա ռուս-ուկրաինական այս հակամարտության մեջ եւս Ալմատայի թեմա չկար։ Հիմա ինչ որ մեկը բերել է արհեստական մի թեմա մտցրել եւ մեր լրատվամիջոցների մի մասը այդ արհեստական թեման բան ռազգանյա էր։ Եվ դուք հիմա մասնակցում եք այդ տարածմանը։ Որովհետև եթե այն ինչի մասին մենք խոսում ենք, նաև ոչ միայն այս թեմաներ, նաև ուրիշ թեմաներ, ընդդիմությունը գանձը այս թեման, լրատվամիջոցներն են, չէ՞ այդ բանանը, տաքացնում այդ թեման։ Նաև ձեր լրատվամիջոցը, նաև ձեր մասնակցության։ Հիմա փորձեք այդ հայացքով նայեք այս process-ին։ Թեմա չկա, սորց հարցումներ, ինձ ծանոթ չեն սորց հարցումներ, որոնցով Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է, ինձ ծանոթ չեն։ Այո, ինքը հավաքում է ամենի շատը, բայց համենայն դեպս հետևից գնացող երկուսը էապես ավելի շատ են հավաքում, քան Նիկոլ Փաշինյանը։ Վերջի սոցհարցումը սա է։ Երկու միավորը ավելի շատ են հավաքում շեշտատի, քան ԿՊ-ն։ Հիմա նայեք, դուք դրա մասին չեք ասում։ Դուք միտք եք հնչեցրել, որ սոցհարցումներով Նիկոլ Փաշինյանը տանում է։ Այդ միտքը տարածվեց, գնաց։ Հետո սկսելու ենք զարմանալ, ինչի է թեմա դառնում, սենց խոսույթ դառնում մեր հանրության մոտ այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը տանում է։ Եվ դրա պատճառը ընդդիմությունն է, որը չի միավորվում։ Մի կողմից խփում ենք այն թեմային, որ Նիկոլ Փաշինյանը տանում է ընտրություններում, մյուս ձեռով էլ խփում ենք ընդդիմությանը, որ մեղքն էլ ընդդիմությանն է։ Բրավո։ Հիմա ով է օգնում, ով է գանց Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու համար։ Չէ։ Հասկանում եք, ես ինչի մասին եմ ասում։ Եթե դա օրինակ այդ հարցը անկեղծ ասեմ, եթե այդ հարցը տար օրինակ Հմեկը, ես կհասկանայի, որտեվ ստե կա, չէ, եթե որտեվ շատ կներեք, որտեվ կա նաև լրատվամիջոցների մոտ չկա հստակ ուղղվածություն։ Հիմա CNN-ը լիբերալ արժեքների կորող լրատվամիջոցն է։ Դա նորմալ է, ես դա վատ իմաստով չեմ ասում։ Բայց դուք տալիս եք այդ հարցը այն անկյան տակ, որ այսպես ասենք օգնում է ԿՊ-ի։ Okay, բրավո։ Բրավո։ Հաջորդը։ Ձախատված պոլիտիկ է, Բորիս։ Որ հարցին պատասխանեց։ Հա, impeachment, հա, այդ իմ սիրած թեման է։ Իմ սիրած, նայեք, impeachment-ի վերաբերյալ իմ մոտեցումը չի փոխվել։ Մեր ֆրակցիան համապատասխան հայտարարություն արել է։ Դրանից հետո բան չի փոխվել։ Impeachment-ի հիմքերը կան, ավելին քան անհրաժեշտ է, ուղղակի ձայները չկան։ Եվ մինչ այսօր ես որևէ ինֆորմացիա չունեմ, թե impeachment-ի համար անհրաժեշտ ձայները impeachment-ի նախաձեռնողները այսօր ունեն։ Ես այդ ինֆորմացիան չունեմ։ Մենք այն գլխից հայտարարել ենք, որ մենք այդ ձայները չունենք։ Մենք ունենք 28 ձայն, այդ ձայները տրամադրում ենք։ Ես այդ ինֆորմացիան չունեմ, մեր հետ չեն կիսվել։ Եթե դուք ինֆորմացիա ունեք, ասեք, կա 10 ձայն, պետք է ավելացնել եւ այլն, ուրիշ հարց է, ես չունեմ։ Դրա համար ավելացնելու բան ոչինչ չունեմ։ Սպասում ենք։ Հիմա հաջորդ տրամաբանական հարցը պետք է լինի ձեր կողմից, ձեր հարցը տամ ես պատասխանեմ, հա։ Ողջամիտ ժամկետը որն է։ Ենթադրում եմ, չէ՞, այդ հարցը պիտի առաջանա, ողջամիտ ժամկետը որն է։ Օրինակ ինձ համար, եթե փետրվար ամսին սկսեն շարունակել խոսալ impeachment-ի մասին, ես անլուրջ կհամարեմ։ Իսկապես անլուրջ կհամարեմ, որովհետև 2 ամսից հետո սկսելու են ակտիվ ընտրական գործընթացներ։ Օրինակ ինձ համար ողջամիտ ժամկետը մինչև այս տարվա վերջն է։ Շատ բնական է, չէ՞։
Բան չեմ ասում, ինչ որ արտարոց բաներ չեմ ասում։ Նայեք, ձեր հարցերին մի հատ էլ ես ավելացրեցի։